Այսօրվա անոնսն իսկապես խոստանում է լինել աննախադեպ լարված և բացառիկ, քանի որ մենք անսպասելի և ճակատագրական ժամանակային թռիչք ենք կատարելու դեպի ապագա, տեսնելով մեր հերոսների կյանքի անդառնալի փոփոխությունները։ Գիշերվա խելագարությունից ու անբացատրելի տեսիլքներից հետո, երբ զինված Սաքոն լքում է տունը, Անիկի մայրական սիրտը կանխազգում է մոտեցող անդառնալի ողբերգությունը։ Խուճապահար ու դողացող ձայնով նա խնդրում և հրահանգում է Վռամին անհապաղ գնալ հոր հետևից։ Վռամը հետքերով գնալով գտնում է հորը ճիշտ այն վճռորոշ պահին, երբ վերջինս կանգնած է կործանման եզրին։ Որդին վայրկենական արձագանքով միջամտում է և գործնականում փրկում հոր կյանքը ճակատագրական սխալից։ Բայց Սաքոյի մթագնած ուղեղն ու խարխլված նյարդերն այլևս չեն ճանաչում յուրայիններին։ Խելագարված, օտարված հայացքով նա կոպտորեն պահանջում է, որ Վռամն անմիջապես հեռանա ու իրեն մենակ թողնի։ Երբ Վռամը համառորեն մերժում է, փորձելով խելքի բերել հորը, Սաքոն անում է ամենասարսափելին։ Նա սառնասրտորեն բարձրացնում է ատրճանակն ու այն ուղիղ պահում սեփական որդու վրա, մահվան սպառնալիքով ստիպելով նրան նահանջել։ Սրտակեղեք հիասթափությամբ, չհավատալով իր աչքերին, Վռամը հասկանում է, որ այս մարդն այլևս իր հայրը չէ և հուսահատված հեռանում է։ Եվ հենց այս ծանր հոգեբանական կոտրվածքի կետից պատմությունը կտրուկ անցում է կատարում։ Անցնում են ամիսներ։ Ժամանակը ոչ թե բուժել, այլ ավելի է խորացրել վերքերը։ Նարեն արդեն հղիության վերջին ամիսներին է։ Նրա փորը բավականին մեծացել է, բայց աչքերում սպանվել է կյանքի վերջին նշույլը։ Փակված իր դժոխք սենյակում նա արցունքներով թրջված օրագրում գրի է առնում իր հոգու ճիչը։ Նարեն ցավով համեմատում է այն լուսավոր, երջանիկ կյանքը, որը երազում էր կառուցել իր և Հայկի բալիկի համար, այն մղձավանջի հետ, որում հիմա նա ստիպված է գոյատևել։ Նարեն ցավով համեմատում է այն լուսավոր, երջանիկ կյանքը, որը երազում էր կառուցել իր և Հայկի բալիկի համար, այն մղձավանջի հետ, որում հիմա ստիպված է գոյատևել։ Արմոյի հետ նրա արհեստական ամուսնությունը իսկական պատիժ է։ Ոչ մի օր չի անցնում առանց հիվանդագին սկանդալների, դաժան վեճերի, նվաստացումների ու մշտական հոգեբանական ճնշումների։ Եվ ահա լարվածությունը հասնում է պայթյունի կետին։ Արմոյի հերթական սադրանքն ու ծաղրանքն այնքան են հունից հանում Նարեին, որ նա կորցնում է ինքնակառավարումը։ Ծանրացած և հուսահատված աղջիկը վազելով ներխուժում է խոհանոց, դողացող ձեռքերով վերցնում է սուր դանակն ու ուղղելով Արմոյի վրա, արցունքների միջից սպառնում է սպանել նրան, վերջ դնելով այս տանջանքին։ Բայց Արմոյի համար սա պարզապես հերթական զվարճալի խաղն է։ Նա սառնասրտորեն, առանց խեղճի խայթի կոպիտ ուժ է գործադրում, ոլորում է Նարեի ձեռքն ու հեշտությամբ խլում դանակը։ Նայելով անօգնական աղջկա աչքերին, Արմոն ցինիկ ու հիվանդագին տոնով հարցնում է. «Ինչ պետք է անեմ, որ վերջապես սիրես ինձ»։ Ապա նրա շուրթերից հնչում է ամենասարսափելի, խելագարված տրամաբանությունը։ Արմոն սպառնում է, որ միգուցե ինքը պետք է սպանի Վռամին, որպեսզի վերջապես արժանանա Նարեի սիրուն։ Չէ՞ որ եթե Նարեն կարողացավ խենթի պես սիրել Հայկին, այն մարդուն, ով սպանել է նրա մյուս եղբորը, ուրեմն միգուցե իր հարազատ եղբոր Վռամի արյունը թափելով Արմոն ևս կդառնա նրա պաշտելին։ Եվ հենց այս հրեշավոր դիվային խոստովանության պահին խոհանոցի դռան շեմին հայտնվում է Սաքոն։ Նա քարացած լսել է յուրաքանչյուր բառ։ Սաքոյի աչքերում արտացոլվում է կատարյալ ապշանքն ու զարհուրանքը։ Նա մոտենում է Արմոյին և կատաղած ատամների արանքից խստիվ բացատրություն է պահանջում որդու հասցեին հնչած այս լկտի խոսքերի և սպառնալիքի համար։ Իսկ այս անցած ծանր ու դատարկ ամիսների ընթացքում Լալայի հոգու վերքերը չեն սպիացել։ Անկոտրում մայրը իր կողքին ունենալով Աբոյի անմնացորդ նվիրումն ու օգնությունը, շարունակում է իր կորած երեխայի հուսահատ, տանջալից որոնումները, որոնք սակայն մինչ այս պահը մնում են անպատասխան ու ապարդյուն։ Սիրելի հետևորդներ, ժամանակային այս թռիչքը լրիվ նոր էջ է բացում մեր հերոսների կյանքում։ Ինչ եք կարծում, արդյոք Սաքոն վերջապես կհասկանա, թե ինչ հրեշի է բերել իր սեփական տուն և դուրս կշպրտի Արմոյին այս սարսափելի սպառնալիքից հետո։ Անպայման գրեք ձեր տեսակետներն ու սպասելիքները մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր վերլուծություններին։